Նրանց գուշակությունները զարմանալի ճշգրտությամբ կատարվում են։ Նրանց վստահում են ականատեսները, միևնույն ժամանակ հերքում անհավատները։ Այսօր բյուրո համար 6-ում աշխատելու են էքստրասենս Ռաֆայել Սարգսյանը, տարրոլոգ Ծաղիկ Մկրտչյանը, էքստրասենս Սոսե Բաբայանը եւ աստղաբան Լյուսիա Հակոբյանը։ Նրանք անելու են ամեն բան, որպեսզի օգնեն այն մարդուն, ով այսօր դիմելու է նրանց։ Բարև ձեզ, համեցեք։ Ես Թեհմինա Շահինյանն եմ, եկել եմ Մայակովսկի գյուղից, մի խնդրանքով, աղբերս 12 տարի առաջ հանկարծամահ եղավ, ինքը առողջ տղա, չհասկացանք ինչու, ու այդ ինչուն մեզ տանջում է մինչև այսօր։ Մանալուց դու իրան հերձել եմ։ Հերձել եմ։ Արունը ինչա ցույց տվել։ Խոլեստերինի բարձրացում։ Ուրիշ բան չկա, դա ճշտված է։ Բժիշկների ասելով, հա։ Եղբորդ անունները ուսին ինչպես է։ Պետրոս, Վայիսի Սուրբ անունը, կգանք, իր ննջասենյակը կտեսնենք, իր ապրելակերպը որտեղ է եղել, ինչ աուրա ունի, ինչ է պատահել, ամեն ինչը ձեր տունը մեզ կհուշի։ Լավ, մենք կսպասենք ձեզ։ Ես տարու քարտերով ձեր ամբողջ տուննածառը հանել եմ, գծել եմ։ Ինձ ցույց է տալիս, որ ինչ որ կա գալիս է հենց սկզբից։ Կին եմ տեսնում, որի հետ է կապված այս դժբախտությունները, տարիքով կին, սատանայական գործողություն ու ինչ որ կա մենակ այդ տղայի հետ չի կապված։ Խառնաշփոթ վիճակ է ձեր ամբողջ սերունդի մեջ ու պետք է որ ես ներկա լինեմ, տեսնեմ, որովհետև այստեղ ես տեսնում եմ մոգական կախարդական գործողություն, որի արդյունքն է։ Դուք ճիշտ եք տեսնում, մեր ընտանիքում 7 տարին մեկ լինում են մահվան դեպքեր, դա էլ է մեզ առիթ տալիս, որ մտածենք, որ ինչ որ բանն են չի։ Թերմինա, ընդհանրապես այսքան ինչ բյուրովեցում աշխատում եք, շատ ենք թուղթուգրեր, կախարդություններ, անիզկների հանդիպել։ Իմ վրա բացարձակ չի ասում, դա մեծամտություն չլինի իմ կողմից, բայց ինչ դու այստեղ տաղավարում նստած ես, ահա որ սարսուռ անցել մարմնովս։ Հիմա ես դողում եմ իրոք։ Այնքան անեծքի ուժը շատ է ձեր ընտանիքում, ու սա պապենական է գալիս։ Հələ թուղթուգերը մեկում թողած, ամեն թուղթուգեր կպնող չի, բայց անից կանհավոր է։ Ես շատ եմ ուզում, անկեղծ եմ ասում, որ ձեր հետ աշխատեմ։ Բոլորիդ։ Ու ելքը երևա, ու իրոք Պետրոսի դեպքը թող լինի վերջինը։ Ձեր ընտանիքում ու լույս բացվի։ Կյանքի 23 տարին դեռևս նոր էր բոլորել Պետրոսը, երբ նրա կյանքի անիվը դադարեց պտտվել։ Տղայի սիրտը առանց որևէ պատճառի ճաքել էր 4 տեղից, բժիշկների եզրահանգումը սրտամկանի կաթված։ Եթե ինքը հիվանդ լիներ, պրոբլեմ ունենար, խնդիր ունենար, չէին տանի բանակ։ Կոմիսիան մաքուր անցավ, նույնիսկ բանակից հետո լցված էր երեխես, ոչ մի բողոք չուներ, ամեն ինչ շատ լավ էր, ու սպասում ենք ավելի լավ բաների, որ պետք է ամուսնանա երեխես, պետք է գնանք նշան դնենք, ոսկե մատանի, ականջողի առել։ Անահիտի երազանքները փշրվեցին, տղայի կիսատված կյանքի հետ թաղվեցին ապրելու եւ պայքարելու բոլոր հույսերը։ Վերջի մի ամսվա մեջ պետք չի, մամից ոչ մի բան պետք չի։ Ինչի տղես, ախր կարող գիտես ինձ եմ նշան դնելու, ինձ համար եմ առել ես, ախր քո տարին է, ասես մամուն են զզվելի տարի է։ Խիստ եմ ասում, Պետրոս, ախր քո թիվն էլ է, շատ տարում է ծնված, մամուն են զզվելի թիվ առնելու։ Պետրոսը կանխազգում էր, որ մի բան լինելու է,
Նա ասես նախապատրաստվում էր ինչ-որ վատ իրադարձության։ Ինքը ինչ-որ մի բան զգում էր, հետո վախենում էր, ոնց որ տնից դուրս չգար։ Շատ ժամանակ տան մեջ էր անցկացնում։ Մտածում է երեք մեքենա խփել է, աշխատանք չկա, եւ դրա համար այն ինքան տրամադիր։ Մի տագնապալի տխրություն էր իջել երիտասարդի սրտին։ Տղան միշտ մտածբաղ էր, անհասկանալի տխուր։ Իրար հետ կատակ էինք անում, ասի, վայ, ես պետք է մեռնեմ, ձեզանից պրծնեմ, հորու տղուցդ պրծնեմ, ասես, ման բա որ ես քեզանից շուտ չհամարձակվես, ասի, թեկուս կատակով, ու տենց բան ասես։ Առաջի լուրջ սուտ խոսալս է տեղը, որ ասի, ես մի օր էլ չեմ ապրի, մի օր ինչ է, մի ժամ էլ չեմ ապրի քեզանից հետո։ Սարսափելի օրվանից անցել են երկար ու ձիգ տարիներ։ Անահիտն իր գոյությունն է քարշ տալիս եւ կարոտած երազում մեկ օր շուտ հանդերձյալ աշխարհ գնալու եւ տղային ամուր գրկելու մասին։ Ես հարևանի տուն գնացի, իրանք հաց էին թխում, ասի գնամ օգնեմ։ Ունդեղ հարևանից խոսում եմ, ասեմ, հարց ունենալը լավ բան է, շատ լավ բան է, անո ջան, օրերնի քեզ ելնի։ Ինձ անկախ ինձանից ասի, բայց ես արժանի եմ այդ լավին։ Ես գիտեմ, ես վատ եմ, ես հիվանդ եմ, ես մեռնեմ պրծնեմ։ Ես իմ երեխու լավը չտեսնեմ, բայց չգիտեի, որ ես է, որ պետք է չտեսնեմ իմ երեխու լավը։ Խոսքի ուժի իր ազդեցությունը թողեց։ Դեպքի օրը եղբայրը հյուրընկալում է քրոջը։ Ինքը շուշուտ էր գալիս մեր տուն, արելի ասել ամեն օր, երեխեն մեր տանն էր ելնում։ Այդ օրն էլ եկավ, քուր ինչ կլինի, մի բաժակ կոֆե դիր խմեմ։ Տակի մրուրը շուր տվեց, թե քուր բաժակս կնայես, բաժակի տակը ես կոշտը տեսա, կոշտ մրուրը նստած։ Սրտից ոնց որ ցավ, խորը զգացմունք, չգիտեմ ինչ էր դա։ Սուրճի մրուրը կանխատեսում էր ինչ-որ դժբախտություն, այն քրոջ սրտում իրարանցում առաջացրեց։ Ուշադիր նայեցի երեխու դեմքին, զգացի, որ դեմքի գույնը փոխված է։ Ապեր ասեցի, գնա հիվանդանոց։ Ասեցի, ինչի համար, ասի, դուն չդ կապտած է։ Այտենց լինում է սրտի հիվանդների մոտ։ Գնա մի հատ թող ստուգեն, ասեց հիվանդը դու ես, դու գնա։ Ուշադրություն չդարձնելով քրոջ անհանգստությանը, Պետրոսը վերադարձավ տուն։ Պարկեց դիվանի վրա, հազիվ արտաբերեց, որ թույլ եմ։ Պետրոս ասի գրիպ ես, գրիպը տես քեզ թուլացնում է։ Ու վեր կացա, որ ես ասի գրիպը քեզ խափում, ինքը վեր կացա, բա մրսում եմ, մի հատ թեյ խմեմ։ Ինքը իր ձեռքով լցրեց, նստեց իր թեյը խմեց, բասկաթոռի մեջ, այդ թեյի բաժակը մնաց ձեռի մեջ։ Տեսնեմ, ես կրեսլոյի մեջ արդեն հետ է գնում։ Ու սենյակը, որ ես վեր կացա դիվանի վրայից, սենյակն էս լուսավորվեց։ Ես չհասկացա ոչ մի բան ինչ է կատարվում։ Հասցրեցինք հիվանդանոց, ասում շատ եք ուշացրել տիկին։ Չիմացա իմ երեխու հետ ինչ եղավ։ Ես լացել եմ, չեմ իմացել ինչ եմ լացում։ Իրան ճամփու դնելուց փաթաթվեցի, ոնց որ զգացմունք։ Խեղդում էր, սպանում էր, ճնշում էր ներսից։ Ես իրան էլ ասեցի, ուզում եմ սեղմեմ սրտիս մեջ, հոգորած չեմ էլի գամ։ Հաջորդ օրը սպասում ենք, որ պիտի գա, չեկավ արդեն։ Դեպքը տեղի ունեցավ, բոլորիս ստիպվեց հավաքվել։ Ինչ կատարվեց առողջ երիտասարդի հետ։ Երբեք ոչնչից եւ ոչ մի բանից գանգատներ չունեցող Պետրոսը նման անսպասելի կերպով եւ հանկարծակի մահացավ։ Սրանք հարցեր են, որոնք 12 տարի է տանջում են նրա հարազատներին։ Ինչի, իմ առողջ երեխեն, ինչի, ինչ է անում երեխուն։ Այս ընտանիքի միակ հույսը բյուրո 6-ի մասնագետներին դիմելն էր։ Նրանք վստահ են, որ բյուրոյի պրոֆեսիոնալները կտան բացատրություն անբացատրելի։ Անեծքի զոհ այս ընտանիքը։ Անեծքի զոհ, որ տարիներ առաջ է դա եղել, տարիներ առաջ մի կնոջ կողմից։ Ինչ որտեղ համամիտ եմ, որ անիծված հողի վրա իրանք ապրում են։ Հա, ես նայել եմ ու բոլորը դուրս գրել եմ ընտանիքի ու վերնագիրը դրել եմ այս ընտանիքի։ Պապենական անեծքների զոհ։ Տասներկու տարի առաջ տեղի ունեցած անդառնալին եւ անբացատրելին այսօր Պետրոսի բարեկամներին բերել է բյուրո 6։ Երիտասարդ առողջ տղայի հանկարծակի մահը գլխի վայր շուռ տվեց նրա հարազատների կյանքը։ Մի անգամ ախաներ ես վախենայի, ասեի իմ երեխեն, իմ երեխու հետ ինչ-որ բան կատարվում է։ Ոչ մի անգամ չի բողոքել, ոչ մի անգամ չի ասել,
չի նեղվել։ Ինքը հիվանդ չէր, ինքը առողջ երեխա էր։ Բանակից հետո 3 տարի անընդհատ մեր հետ ա եղել, գիրկս ա եղել, ինքը իմ գիրկն ա եղել, ինքը ինչքան նեղված էր լինում, ես զգում եմ, որ նեղված է, բայց ինքը չէր նեղվում, չէր արտահայտվում։ Գալիս էր ասում էր, քուր եկել եմ, որ նստես, գլուխս դնեմ ծնկներիդ։ Գլուխը դնում էր ծնկներից, քուր դեմքիս հետ խաղա, քուր մազերիս հետ խաղա։ Չգիտեմ, գոնե այդ ժամանակ, եթե ցավ ունենար, միգուցե կասեր։ Պետրոսի հարազատները վստահ են, որ կատարվածի հիմքում կա առեղծվածային եւ մոգական մի բան։ Սա գիր է, եթե սա գիր չերներ իմ երեխեն ոտի վրա առողջ։ Ես հատուկ հարցրել եմ, այդպես ասեմ չեմ հասկացել, չէ, բայց տեքորս հարցրեցի, Գագո, ինչ են ասել օրգաններից, ինչ որ բան, կար որ օրգաններ իրա հիվանդ, ամեն ինչ առողջ էր ասեց։ Մտածում ենք, որ գրի արդյունք է, մտածում ենք, որ չար ուժերի արդյունքն է։ Թուղթ ու գիր ուրիշ ոչ մի բան չէ։ Ասեք մեր երեխու հետ ինչ կատարվեց, օգնեք մեզ պատճառը հասկանանք, իմանանք 12 տարի շարունակ այդ ինչուն կոկորդներից կանգնած է։ Ինչի հետ էր կապված Պետրոսի մահը։ Արդյոք այդ ամենի հիմքում թուղթուգիր ասվածն է, թե տղայի մահվան պատճառը իսկապես սրտամկանի կաթվածներ։ Այս ամենը կփորձեն հասկանալ Հայաստանի լավագույն էքստրասենսներն ու աստղաբանը։ Էքստրասենս Ծաղիկ Մկրտչյանը որպես նորեկ առաջինը շտապեց բացահայտելու 23-ամյա երիտասարդի մահվան պատճառը։ Ես կուզեի մի քանի քարտ գծեի, տեսնեի ինչ է ասում քարտերը, նոր ձեր հարցին պատասխան կտա։ Ես գերեզման եմ տեսնում, ես ուզում եմ այցելել իր գերեզմանը, որովհետեւ ինֆորմացիա ստանալ, ինքը ուզում է ինձ հետ խոսել, հաղորդակցվել, ինքը բանում ինձ էս ասելու։ Զգալով Պետրոսի ներկայությունը Ծաղիկը խնդրեց ուղեկցել գերեզմանոց։ Ես ուզում եմ ճշտել, թե ինչ կա, նոր կգամ եւ կասեմ ինչ կա ու ինչ է կատարվում այստեղ։ Մոգուհին վստահ է, որ Պետրոսը ընտանիքին շատ կարևոր հաղորդագրություն ունի եւ Թեհմինայի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ գերեզմանոց։ Սա ճանապարհին զգացել եմ այդ նեգատիվը, նույնիսկ դիտս արուն է գարտում մեքենայի մեջը։ Լուր ունի ասելուց էս։ Մաման ասում է, որ երազում տեսնում է, բայց չի լսում մաման, մաման չի ասում, մաման չի ասում։ Որտեղ մաման ձենը չի լսում եղել։ Ինքը մամայից նեղեցած է, որովհետև մաման ցեզի լրիվ չի տալիս այն ինֆորմացիան, ինչ որ ինքը ասում է, որովհետև շատ մամային ձեր չի տալիս իր ասածը։ Այս ռիտուալը կապում է հանդերձյալ աշխարհի, հենց հիմա Պետրոսի հոգու հետ է կապում, ինքը հիմա ներկա է, ինքը ինֆորմացիա է տալիս։ Ծաղիկ Մկրտչյանը իրեն կախարդուհի է անվանում։ Նա վստահեցնում է, որ իր համար չկան գաղտնիքներ եւ անբացատրելի իրադարձություններ։ Իսկ Տարրոյի քարտերն ու հատուկ մոգական ծիսակարգերը բանալին են զուգահեռ աշխարհների։ Վստահ լինելով, որ Պետրոսի հոգին կպատմի սեփական մահվան պատճառը, Ծաղիկը սկսեց իր ծիսակարգը։ Ես իրանք տեսնեմ, տես ինչ, ոնց որ երանության մեջ։ Քեզ կթվա, թե ինքը մի նեղության մեջ է, չէ։ Ինքը որ դրախտը չէ, ինքը դրախտի մեջ է ու ինքը ավելի լավ դրության մեջ է, եթե ինքը մնար, լավ չէ լինի, ոչ կամուսնանար, ոչ առողջություն կունենար, բայց ինքը իր մահով մեզ միսիա է կատարել, կդրել է, մաքրել է ձեր ազգի վրա, էլի մեծ մահվան թուղթուգիր կա, որը ինքը դրանով վերցրել է իր վրա, ինքը ոչ մի բան ձեզի չի ասել, ոչ մի բան, ինքը իր հոգու մեջ տարել է այդ ցավը, կտեսնեմ հիվանդ իրան, բայց չի սե ձեզի, մազերը կթափի, հոգնած է, հուզված վիճակ է, բայց ոչ մի բան չի սե, խնդալով է տարել, ինչ որ բանի է ձեր տվել, որը սև թուղթուգիր, որ ասում են, մահվան թուղթուգիր, ձեր տան մեջն է դրված, ու ինքը վերցրել ձեզի ոչ մի բան ձեն չի հանել, դե ինքը մահացել է թուղթուգիրի պատճառով, այդ սև թուղթուգիրի պատճառով մահվան թուղթուգիր, որը կատարված է գերեզմանի հողի վրա։ Մոգուհին վստահ է, որ Պետրոսը պատահականորեն գտնելով սև գիրը եւ չարաբաստիկ կապոցը պահելով ձեռքի մեջ, հասկանալով գտած մոգական սև գրի ուժը, տանեցիներին չմտահոգելու համար,
լռել է։ Եթե մարդը նեգատիվին կմնում է, ինքը հազար ձևի հիվանդություն ձեռք է բերում, ինչ որ կերպ մահանում է, մահը մի ձևի գրանցվում է, բայց մահվան հիմնական պատճառը գրի ներկայությունն է, գրի արկայությունն է, որը ինքը ձեռքն է վերցրել, ինքը բռնել է։ Այդ վախնեքն իր մեջը պահել է, ոչ մեկի հետ չի կիսվել, ոչ հոր, ոչ մոր, ուղղակի բառերով ասել է։ Եթե մահանա միշտ կլինի։ Ծաղիկը ճիշտ էր։ Մահվանից առաջ Պետրոսը շատերին էր այդ հարցը ուղղել։ Ընկերոջն է ասել, որ ես մեռնեմ, ինչ կանես։ Ոնց որ անթաց զգար, ինքը ես ասում եմ, ինքը նեղության մեջ էր, բայց չէր կիսվում, չէր արտահայտվում, բայց փաստորեն երեխան զգացել է։ Կուզեմ իշտա մամայի հետ խոսամ։ Շատ բան կա, որ հենց պիտի միտիգին Անահիտին ասեմ։ Այժմ, երբ բոլոր հարցերի պատասխանները Ծաղիկի ձեռքում են, նա շտապեց Անահիտի հետ զրուցելու, տառապած մայրական սրտին հանգստություն պարգևելու։ Ինքը շատ լավ վիճակում է։ Ինքը դրախտի մեջ է։ Ու սենյակը որ ես վեր կացա դիվանի վրայից, սենյակն էս լուսավորվեց։ Ես չհասկացա ոչ մի բան ինչ է կատարվում։ Միգուցե պարզ լույս ապացույցն է Մոգուհու կողմից հնչեցրած հուսադրող հայտարարության։ Ով գիտե։ Որդեկորույս մոր ցավը մեղմելու ամենաբարի լուրը թերևս որդու հոգու դրախտում գտնվելու մասին լուրն է։ Սակայն Մոգուհու ասելիքը շատ է եւ նա լավ լուրից սահուն անցում կատարեց մեղադրական հարցերին։ Ինչ որ անշաշկույկի արկու վաճառքի մասին ասել է, որ վաճառես։ Ինչու չես վաճառել։ Վաճառել ես արդեն։ Քանեմ դեշուրես։ Այս պատերի մասին է խոսքը։ Այս տունը, այս տան, ինքը որ գիտես ինչ։ Իմ տղան ասում էր, տարի տունը ծախենք, գնանք Երևան տուն առնենք, ես տեղ խեղդվում եմ։ Ինչու է Պետրոսը մորը ստիպել վաճառել տունը եւ հեռանալ բնակավայրից։ Ինքը տան մեջ նեգատիվ է գտել, սև թուղթուգիր է գտել, որին յացերկով ցեր է տվել։ Ինքը զգացել է, որ իր այդ ձեռքի կտածը վերցրած է այս տան միջի։ Պետք է իրան տանում է գերեզման։ Ծաղիկը վստահ է, որ հենց այս տան միջից է գտնվել չարգիրը եւ հենց դա է պատճառը, որ տղան համոզել է մորը հեռանալ բնակ տարածքից։ Բայց այդ իր մահով ինքը մաքրել է քու տան վրայի եղած թուղթուգիրը։ Քու տան մեջ է, այս տան մեջ, քու ազգիդ վրա։ Թուղթուգիրից բացի երկու հատ անեսք կտեսնի։ Անեսք, որը թուղթուգիրից ավելի մեծ է։ Այդ անեսքը գալիս է հնից։ Տեսել եմ, որ գալիս է տարիքով մարդուց, քու մորական թարաֆից։ Տարիքով մարդ է, անհավատ, անաստված անձնավորություն, սրբապլուծ է ինքը։ Ում մասին է խոսքը։ Իմ պապիս է եղել, միլիցիա եղել սովետի նոր կազմավորման ժամանակ, բայց ինքը սրբապիղծ չի եղել, կներեք, որովհետև իրան հրամայել են, որ հրամայել են ընդհանուր, որ եկեղեցիները քանդեն, ինքը չի քանդել, հրամանը տվել է, բայց թողել եկել է Երևան արդեն։ Սրբություններ քանդելով է զբաղված եղել, խառնված է եղել այդ գործին։ Բացի դրանից աբորինի տղա ունի թողած, բալուր ունի թողած, երեխեն քիրկը կնի մարդը վիրավորված անիծել է, որ ես ազգի մեջը ջահելները մահանան, խելագարվին։ Անհավատը պապիս է եղել, իսկ այդ բարուրը թողած իմ պապաս է եղել։ Դու գիտեք այդ պատմությունը։ Մամայի Չէ։ Անահիտի եղբայրներից երկուսը 30-ը չբոլորած մահացել են։ Սև կարման մշտապես ուղեկցել է նրա հայրական ընտանիքին, սակայն կա մի դժբախտ միջադեպ, որը Անահիտը չի կարողանում մոռանալ մինչ այսօր։ Քեզի գիտես ինչ սավ տղեն, ները, քո հոգուտ մեջը վիրավորանք կա, ես քեզի կտեսնեմ սգի մեջ, 7 տարեկան, գիտես ինչ, քո մաման մահացած, ինքնասպան եղած վիճակ կտեսնեմ, դու վիրավորանք կտեսնես, որ մնացել ես առանց մամայի, ու քո հոգուտ մեջը դու գիտես, որ մամայի մահանել է իր հետ կապված, այդ սավ ները, համ բաբիգին ները, համ մամային ները, դու մամային էլ չես ները, որ քեզի ժամանակից շուտ թողած գնաց։ Իմ ծննդյան օրը 4-րդ հարկի բալկոնից նետվեց ցած։
Ու այն ժամանակ, որ ես նայում եմ, որ պապան չի գալիս, պապայից շուտ մաման եկավ, ոտքերիս մոտ։ Դուստրը երկար ժամանակ չի կարողացել ներել մորը։ Բայց ես երազ տեսա, էլի տղայիցս հետո եղեմ, 2 տարի առաջ այդ երազս եղեմ, մամայից տեսա, այդ երազից հետո ես իրան ներեցի, հաշտվեցի ես իրա հետ։ Ես հարց տվեցի, մամ, ինչի համար։ Ասես չէի կարա չանել։ Իմ հետևից նիզակներով ու թրերով գալիս էին, վազում էին հետևիցս, ես չէի կարա չանել։ Չարերն են իրա հետևից ընկել։ Ու չար ստիպել է օրինքը արել է։ Ինքնասպանությունը, որ մենակ չարերի միջոցով կատարվի։ Եթե տան մեջ պտտում են չարերը, մեկին խրգում է ինքնասպանության, մեկին հաշվեցողության, դա հենց անեզքի արդյունք է։ Ծաղիկը վստահ է, որ այս ընտանիքի վրա կան թե սև թուղթու գրեր, թե անեզքներ։ Անահիտի մայրիկի ինքնասպանությունը նույնպես կախարդության հետևանք է։ Խերվես, քո երեխեքիդ խերը չտեսնես։ Իմ բալուրը սոր մնաց անդեր, թող փոքրիկ բալուրներն են մնան անդեր։ Հասկացա՞ր։ Դե բարուրները մնացին անդեր, իմ բարուրին ինչի ծերտուին։ Քո բալուրդ ինքը ոչ թե մահացել է, ես ասեմ, ինքը փրկել է քո ազգդ, ինքը նահատակվել է։ Պետրոս նշանակի քայլ, կնշանակի վեմ, հիմք, ժայռ, ինքը այդ ժայռով փագել է քո ազգիդ վրա եկող նեգատիվը, հարվածը վերցրել է իրա վրա, ինքիսկական Պետրոս է տարել։ Ծաղիկը փոխանցեց իրեն հասած ինֆորմացիան եւ հեռացավ այդ տնից տեղը զիջելով էքստրասենս Ռաֆայել Սարգսյանին։ Հեռահաղորդիչը շատ երկար ուսումնասիրեց տունը։ Ուրեմն ձեր տղան ինքը վաղուց ունեցել է այդ հիվանդությունը։ Ուղղակի չի ակնարկել կամ ինչ-որ չի բարձրաձայնել։ Ռաֆայել Սարգսյանը հաստատեց բժիշկների կողմից հնչեցրած ախտորոշումը։ Սրտից է մահացել։ Պետրոսի մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Խնդիրը նա ինչու՞մն է, որովհետև դա միանգամից մահ հնարավոր չէ դա լինել։ Ինչ որ առիթ է եղել արագացնելու համար։ Ես ինչքան հասկացա, տեսնելով ձեզ եւ ձեր մորը, թույլ չեք տվել, որ ինքը իր բանով ինքը նորմալ շարժվի։ Եվ շատ Արոն Միքայելին նկատողություն, դիտողություն, դուք բացի այդ տղայից ունեք 2 աղջիկ։ Միշտ հետևողական եք եղել եւ միշտ ինչ որ պահել եք կոպիտ ասած ռամկեքի մեջ։ Շատ ճիշտ է։ Եվ դրա հետևանքով ձեր աղջիկները նույնպես էլի ահավոր ծանր հոգեբանական ծանր վիճակի մեջ են։ Միջև անգամ ոչ նորմալ մայրական մոտեցումով ձեր աղջիկները դաժե փախել են չեն ամուսնացել։ Ես փախնելով եմ ամուսնացել։ Ամբողջ մեղավորությունը ես գտնում եմ այս բոլոր ընդհանուր ձեր մեջ։ Անահիտը խոչընդոտել է դստրերի ամուսնությանը, խոչընդոտել է բոլորին, խառնվել երեխաների անձնական կյանքին։ Ձեր հարսի հետ միշտ կոնֆլիկտների մեջ եք եղել։ Ինչ հարսի մասին է խոսքը, եթե քիչ առաջ Անահիտը պատմում էր, որ տղային նոր էր ցանկանում ամուսնացնել։ Ոնց որ իրանք նորից հեռացել են տնից, հետո նորից եկել են, ոնց որ նորից մնացել են, նորից հեռացել են։ Կա տենց ինչ հարսի մասին է խոսքը։ Օրնիկսեր, կնոջ հետ ստեղեր, հիմա տեղափոխվել են։ Փաստորեն էքստրասենսի կանխատեսումը Անահիտի թոռնիկի կնոջ մասին էր։ Անահիտը չի հաշտվել թոռան եւ հարսի հետ, վերջիններս էլ թողել եւ տանից հեռացել են։ Այս բոլորի հետ ինչ որ կատարվել է, որպես մեր իրոք նույնից են կրկնում մեղավորություն։ Էքստրասենսը ամեն ինչու մեղադրեց Անահիտին, երեխաների հետ դաժան վարվելու, անարդարության եւ եսասիրության մեջ։ Այստեղ նաև ես տեսա մի բան, որը ինձ համար շատ անհասկանալի էր, օտար ազգ է ապրել ստեղ։ Եզդիա թե քուրդա թե ռուսա թե թուրքա չեմ կարող ասել։ Այստեղի ապրողը թուրքա է։ Դուք էլի իրար հետ նույնիսկ բանավեճի մեջ եք մտել։ Մեծ կոնֆլիկտներ եք նորից ունեցել իրար հետ։ Այդպես չէ։ Շատ շուտ բան ա եղել 88 Ես ասում եմ վաղուցվա բանը մասին եմ։ Ձեզ վնաս պատճառելու համար ինքը թուղթու գիր է արել։ Ձեր տան մեջ։ Հաստորեն թուղթու գրի հեղինակը մի թուրք կին է։ Այս մեծ տունը 2 ընտանիք կիսել է հավասարաչափ։ Անահիտը իր ընտանիքով տեղակայվել է 2-րդ հարկում, իսկ թուրք ընտանիքը առաջին։
Սումգայիթի հայաթափումից հետո Անահիտն էլ որոշեց իր տունը թուրքաթափել եւ թուրք կնոջը իր երկու անչափահաս երեխաների հետ դուրս է հանել տնից։ Վերջինս էլ որպես պատիժ գետնի տակ շատ զորավոր չար թուղթուգիր է թաքցրել։ Եվ դուք ուզեցել եք էդի քանդեք գտնեք, ինչ որ միտեղ կա, ինչ որ հատա կա, ներքև, պատվալային ոնց որ ներքև։ Այդպես է։ Դուք որոշել եք քանդեք այդ պատվալը։ Մենք որոշել ենք քանդենք, բայց չենք քանդել, որ թուղթուգիր հանենք, մենք այս սենյակն ա եղել, քանդել ենք բետոնը։ Համար է դուք արգել եք, այո, չգիտակցելով այդ պահը դուք քանդել եք, ոչ թե հասկանալով։ Այո, բայց դուք բացել եք դա եւ ինքը բացասական մեծ ազդեցություն է ունեցել։ Ռաֆայելը նույնպես վստահ է, որ տղայի մահը չար մոգության հետևանք է, որի պատճառը Անահիտի գործած սխալներն ու եսասիրաբար մոտեցումներ երեխաներին։ Ամբողջ այն գործողությունը, երբ որ ես խոսացի, ամբողջ այդ դրվագը կախված է այդ տան տնօրից, ասկեն մայրիկից իր։ Ամբողջ մեղավորությունն է, եւ ես նշեցի, որ դու ես, եւ նա ընդունեց, որ ասեց, այո, դա էր պատճառը։ Եվ ես իրան տվեցի ճիշտ ուղղություն այդ վիճակից դուրս գալու համար։ Հա, շատ եմ կռվում։ Ոչ մի բանի չեմ հաշտվում։ Ոչ մի բանի հետ, ոչ մեկի հետ։ Ճիշտ նկատեց ինքը։ Ես ուզում եի պատճառն ասել, չասեց, երևի, չգիտեմ, ինչ-որ բան խանգարեց թե չէ, բայց իմ մտածած ինքը չասեց։ Մամայից տակալի։ Հա։ Վախերից։ Ես 9 տարեկան կորցրել եմ, հա, որբ եմ մեծացել, աղբերներս իրանց հաճույքին ինձ ծեծել են, այդպես եմ մեծացել ես։ Ես գիտեի ճիշտ էի դա, երեխեքին ծեծելն է։ Ծեծել եք քո երեխեքին։ Էլի ոչ։ Իրեքին է։ Չէ, դու չեմ ծեծել։ Ամեն սքից բանը մամային ջղայնացրել, ամեն սքից բանից ինքը կարար նեղվեր իր հոգնածությունից, որ հոգնած է եկել է տուն, պիտի ձեն չլիներ, պիտի աղմուկ չլիներ, պիտի չխանգարենք, պիտի մաման հանգստանար։ Հա, այս բային Ռաֆայելը ճիշտ էր։ Նեգատիվը կար, նեգատիվը շարունակվում էր, մինչև այսօր էլ փաստորեն զգացվում այդ է։ Բայց հավատացեք, իմ մաման շատ սիրված է։ Ու ես գիտեմ, որ այդ իմ մանկությունից է եկել։ Իմ բնավորության մեջ այդ է եղել, ես ծեծ եմ կերել, երեխեքիս ծեծ եմ տվել։ Ձեր անունը Անահիտ։ Գևորգ, ամուսիններ եք։ Հա։ Ես ծանոթ եմ էկրանից ենքո։ Շնորհակալություն, Շատ վաղուց բանից ձեզ հետևում եմ։ Շնորհակալ եմ։ Սոսեն դրական ազդեցություն հաղորդելով Անահիտին, սկսեց խոսել ոչ դրականից։ Հիմնական պատճառը իհարկե այստեղ ձեր տղայի մահն է, որ դուք հանկարծակի եկեք բոլորով, որովհետև ինքը շատ լուրջ հիվանդության տեր չի եղել, բայց հաստացի մահացել է ինֆարկտով։ Պետրոսը ինքը որ նկարը խնդրեմ կտակ Պետրոսի, այ Պետրոսի նկարն է։ Նկատելով Պետրոսի նկարը, Սոսեն մոտ գնաց։ Ես պահին Պետրոսը ինձ հետ խոսում էր, այս էներգետիկ դաշտը այնքան ուժեղ է, որ ես կարողանում եմ Պետրոսի հետ կոնտակտի մեջ գտնվել։ Ինքը այս պահին թե էր խմում։ Այս պահին ինքը թե էր խմում։ Ու կարծես թե կյանքի վերջին պահներ իր ոնց որ իր թեյը չխանգարեմ ու չկարողացավ ես շարունակել, կարծես թե կյանքի ձեռքի մեջ մնաց բաժակը։ Էքստրասենս Սոսե Բաբայանը իրավացի էր, պատին փակցված նկարը ամենավերջին արված լուսանկարն էր մահից մի քանի օր առաջ։ Մահվան հիմնական պատճառը սրտի կանգն էր, սակայն ինֆարկտը հենց այնպես չէր։
Այն ուներ մոգական արմատներ։ Ոնց որ աչքի նման մի բան ասեմ, աչքով տարան ժողովրդական խոսքով ասած, հայի կողմից չէ, ինչ որ օտարա ազգ ասեմ, այդպիսի մեր ազգից դուրս իհարկե, այդպիսի մեկի անեց կը կարծես թե քո ծոցատետրում պահում ես դու, Անահիտ ջան։ Չհասկացանք իրար անեցքը կլինի։ Ով է անիծել Անահիտի որդուն։ Չգիտեմ, բայց հայ չի։ Ես տղես գիրկս էր, ձեռքս ես պարզեց ինձ, շենքից շենք, բալի թողեմ։ Սես նայեցին կում տեսա մարդ չկաս, իմ հետ ես։ Քո հետ եմ ասիսը թաղեմ, սես գեղական կարգով։ Այդ ժամանակ ես արդեն երրորդը ունեմ, ինքը առաջինից հետո բուժվում էր, որ երկրորդ ունենար։ Ասի լսի, դու իմ մեկին թաղես, երկուսս կմնար։ Խոսքը ուժ ունի։ Սոսեն վստահ է, որ Անահիտի խոսքը շատ զորավոր է եւ նրա արտաբերած յուրաքանչյուր խոսք ի կատար է ածվել։ Ես ասեցի, եթե դու իմ մեկին ես շատ բան եմ ասել, Սոսեջան։ Ես ինձ այդ նույն օրն եմ ասել, ես ինքս ինձ լավին արժան չեմ տեսել։ Եզդի հարևանուհին անիծել է, սակայն անեծքը ուժ չէր ստանա, եթե Անահիտը չխոսեր բարձրաձայն։ Նա բառացի արտաբերել է, որ միևնույն է, եթե տղան էլ չլինի, աղջիկները կան ու կան, իսկ ասվածը իրականացել է։ Ասի լսի, դու իմ մեկին թաղես, երկուսս կմնար։ Սակայն բարձրաձայն ասվածը միայն դա չէր։ Սոսեն շատ բան ուներ ասելու, սակայն գալով այստուն եւ զրուցելով Անահիտի հետ, այժմ վստահ է, որ ամենի պատճառը Անահիտի խոսքի էներգետիկան է։ Այո, խոսքն ունի մոգական ուժ եւ ամեն բառն արտահայտելուց առաջ պետք է շատ երկար մտածել։ Սոսեն տեղում կարգադրեց թղթի վրա գրել մոգական խոսքեր։ Իմ խոսքի ուժն ու իմ ասածները այլևս գոյություն չունեն։ Եվս ինչ տեղին ասացիր, Անահիտ ջան, ձեր ասածները ծալեք, խոսքի ուժի նման գոյություն չունի ուժ։ Եղավ այսքանը ես վերջում շատ հուզվեցի, որովհետև մենակ այս արտահայտության համար շատ հուզվեցի, պետք չէր որ ասեր։ Գրելուց անմիջապես հետո թուղթը գցեց վառարանի մեջ, իսկ Անահիտին էլ կարգադրեց այլևս լռել, իսկ եթե խոսել, ապա միայն դրական եւ բարի բառերով։ Վատ խոսք բերանից երբեք չասեն, այդ խոսքը մեկ օր անդրադառնալու է բումերանգի նման իր ծոցը։ Բոլորդ իմացեք ու ակաշտերին օղարեք։ Աստղաբանին երկար ժամանակ էր պահանջվել ինքնազգացողությունը վերականգնելու համար, այդ էր պատճառը, որ նա այսօր հանդես եկավ վերջինը։ Լյուսյան նախ ցանկացավ տեսնել Պետրոսի նկարները։ Իրա սիրտն է, տեսեք, դուք Անահիտ ջան, թերմինեն արդեն ծանոթ ենք։ Ես ամեն ինչ գրել եմ ձեր ընտանիքի անդամների, բոլորին, ու ինչի եղավ այս ամեն ինչը ձեր ընտանիքում, տղայի կապված, ինձ համար հեշտ չի ասել ծնողի նման բաներ, ու ընդհանրապես ձեր ընտանիքի, ստեղ երեխաներ, նաև ծնողներ, ու աշխատանքի վերնագիր, այսպես ասած, գրել եմ պապենական անեծքների զոհ, սա հնից եկած բանը, եղբայրը կարիճ համաստեղությամբ, իսկ որտեղ կա կարիճ, նաև ամուսինը տա, չէ՞։ Նաև ամուսինս։ Հա, դու առյուծ ամուսինը կարիճ, ստեղ աստրալոգիան համարում է երկու թագավոր մի տան մեջ։ Բնությունը այնպես է ստեղծել, որ ամուսինը թաճախակի պետքա քաղաքից բացակայեր, տնից բացակայեր։ Բայց էլ եղավ։ Թեհմինան բողոքում է, որ ամուսինը 10 տարուց ավելի է ինչ Ռուսաստանի Դաշնությունում էր, իսկ այսօր կրկին ցանկություն ունի հետ վերադառնալու, այդ փաստը շատ է մտահոգում կնոջը։ Միանում եք, հեռանում եք, միանում եք, հեռանում եք, ես չեմ հասկանում մինչև երբ։ Իսկ ինչ պետք է անես, որ ինքը չգնա։ Աշխատեմ լավ կին լինել։ Վերջ։ Գնացել անկյուրում նստել է։ Տղամարդուն ինչով եմ պահում, սիրելով ու գուրգուրանքով, որտեղ իրանք թույլ են համարվում։ Ինքը գնում է դրսում միգուցե ընդեղ է գտել ավելի տաք տեղ, որ չէր գալիս։ Միգուցե։ Հիմա դու այդ տաքը դու ստեղ դուր։
Հիմա ինքը պետք է գլուխավակի կտու։ Կամ էլ ուր գնում եք ես էլ հետ տանում։ Թերմինա։ Ասում չի գալ։ Նայ։ Քո ճակատագրով կարիճը քո ամուսինն, այսինքն ճակատագրով ամուսինն է դրացի։ Ճակատագրով դու թերմինայի ամուսինն եք։ Չի կարելի, որ ինքը քեզանից հեռանա։ Եթե ինքը հեռացավ, իրան կլինի լուրջ խնդիրներ 18 թվականին, որի հիմա է։ Ուզում ես գնա։ Բացը։ Ինչու է Լյուսյան խոսում բոլորից, սակայն չի անդրադառնում Պետրոսի մահվան հիմնական պատճառին։ Ահա, այս ընտանիքի բոլորիս ամեն ինչ այստեղ կարիճի համաստեղության նշաններ, բոլորի այդ կարմիչեսկին իրար կապված է շատ, բոլորդ եք, բոլորին այդ ձեր լուսնային նոզելները կոչվում, այդքան բարձ չծես, գտնում ա կարիճում, ասինքն դուք շղթայում բոլորդ իրար առնչված եք ու դա անցյալից ա գալիս, բոլորդ։ Ու ինչ որ մեկը լուսնի տակ, լուսին արդեն ոչ մեր քրիստոնեական կրոնն է համարվում, լուսնի տակ ինքը ունեցել է արել է անեծք, որպեսզի ձեր ընտանիքը երջանիկ չլինի։ Մեր տան ապրողը նախկին ապրողը մուսուլման է, թուրք է եղել։ Լյուսյան նույնպես վստահ է, որ այս ընտանիքը անեծքի զոհ է, իսկ չար խոսքի հեղինակն էլ մուսուլման կին է։ Ես գրել եմ կին, որը որ հայ, բայց հայ չի, սենց ասենք։ Լուսնի տակ արել է անեծք ձեր ընտանիքին, որ ոչ երջանկություն լինելու համար։ Եվ տղան ձեր Պետրոսը, որ էլի ինչ-որ մեկի անունն եք դրել, որ էլի չի կարելի, որ սենց շարունակաբար ճակատագիրը գալիս է։ Դրանով վերջանում է ձեր ընտանիքյան ամենավատ վիճակները, որ այսքան տարիներ եղել է։ Ու ավտովթար, որ շատ վատ ավտովթար է եղել, որ արդեն ինքը պետք է գնար այս աշխարհից ու չգնացել։ Ամեն զարմանում ենք, որ մեքենան այդքան կոտրված է, բայց իր վրա ընդամենը մի քանի քեֆ ծված է։ Ինչու ամբողջությամբ ջախջախված մեքենայից ողջ մնացած Պետրոսը ամիսներ անց պետք է մահանար անհասկանալի մահով։ Ինքը պետք է մնար, բայց իր ժամանակը այդքան էր։ Այս ընտանիքի ամեն ինչի վատ վիճակը փակում է Պետրոսը։ Պետրոսը եզրափակեց։ Այո, փակվեց։ Պիտի լիներ ու պիտի փակվեց։ Դաժանա, դժվար է, շատ ծանր է, հուզիչ է, բայց այդպես է։ Իսկ այն մարդիկ, ովքեր ձեզ արել են անեծքներ, ովքեր ձեզ արել են կեղտոտ բաներ, ոչ ոք չկա։ Իրան գնացին։ Բայց անեծքները ազդում է շատ, փիստող դուք եղել եմ, որ չի ազդում, բայց անեծքներն ազդում են։ Հենց այդ մարդկանց հարկավոր է ներել հատկապես դուք տիկինանահիտ։ Կարիճը համարվում է ֆիլտր, ֆիլտրացիա անում իրենով, դրա համար եղբայրը իրենով այսպես մաքրելով խփել է իր անոթներին, իսկ անոթները այրուն դա հավատքն է։ Հա, չլացից չփոխվեց, աստված լոչնի։ Պինդ կաց։ Ինչ անեք որ այդ կորացի, ես կորում եմ, ասեք։ Ես է։ Մենակ ամուսնուց վրան ուտել։ Այսօր բյուրոյի էքստրասենսները կրկին համակարծիք էին միմյանց հետ։ Նրանք բոլորն էլ վստահ էին, որ Պետրոսը զոհն է սև մոգության եւ անեծքների։ Սակայն ծնվելով կարիճի համաստեղության տակ, ֆիլտրի, մաքրողի դերը ստանձնելով, ընտանիքին ազատել է պապենական անեծքներից։ Իսկ ամենակարևորը, Անահիտի խոսքը ունի շատ մեծ էներգետիկա եւ վերամարմնավորվելով ձևափոխվում է իրականության։ Նա այսօր գիտի, որ այլևս ոչ մի վատ բառ կամ չար կանխատեսում չի բարձրաձայնի, իսկ խոսելիս միայն դրական։ Բյուրո 6-ի մասնագետները կարծում են, որ այս անգամ էլ լավ աշխատեցին։ Եթե ունեք հուզող հարց կամ ականատեսն եք առեղծվածային իրավիճակի, դիմեք մեզ եւ մեր էքստրասենսները սիրով կօգնեն ձեզ։